Երանի այն օրերին, երբ տների կտուրներից ծուխը գալարվելով բարձրանում էր երկինք, թոնրատան կողքով անցնելիս թարմհացի հոտն ու ծխացող աթարի բույրն էր գալիս։ Երանի այն ժամանակներին, երբ տատս մաշված ձեռքերով թոնրի ծխին հաց էր թխում, երգը շուրթին, և 1000 երանի, երբ մենք մանուկ էինք ու սպասում էինք, թե երբ պիտի 7 լավաշը լրանա, որ տան ուտենք։ Այսօր չկան այդ պահերը, չկա թոնրի ծուխը, չկա կարտոֆիլը թոնրում խորոված։ Ժամանակներ անց թոնիրը փոխվեց վառարանով։ Ցուրտ ու մութ տարիներն էին, բայց այդ ցրտի ու մթության մեջ կար ջերմություն, լույս, որը ոչ թե էլեկտրական էր, այլ մարդկային սրտերի։ Առաջներում ավելի ուրախ էր, ժողովուրդը անհոգ էր, ճիշտ այն ժամանակ չգավթունը շատ էր, բայց հարգանքը մեծի պատիվը բահելը ավելի շատ էր։ Առաջներում հավաքվում էինք օդակսին, հավաքվել են մեծերուն տունը, խոսել են, երգել են, ասել են, պատմել են, ես մինչև այսօր էլ թոնիրով եմ թխում հացը։ Դա ավելի հաճելի է, թոնրին բուրմունքը, հոդը, որ տարածվի կա ավելի լավ է, ճիշտ է, քաղաք տեղերում չկա թոնիրներ, բայց գյուղում արդեն դա էլ են վերացուցել, դա էլ չկա, մեր գյուղում երևի 10 հոգի կա, օրգանիկ մարդ հաց կթխեն թոնիրով, երբ առավոտը շուտ վեր ես կենում թոնրի տաքությունը, լավաշի բուրմունքը, արդեն դա ուրիշ ձևի է, ժողովրդի մեջ, ավելի լավ էր, քաստե հիմա, ճիշտ է հիմա ամեն ինչը շատ էր, այն ժամանակներն ինչ կար, այդքան բան չկար, սպասեինք մինչև նոր տարի որ խոզմորթ էին, խինգալեն էին, տոլմային էին, միրգարն էին, բայց հիմա ամեն օր այդ սեղանին լիքն է այդ բոլոր տեսականի մրգերով, ուդեսներով, ամեն ինչով, բայց այն ժամանակվա հուշերը ավելի լավ էին, քան հիմիկվա, կարտոշկան դիլիմ արել են, փեշկի վրա շարել են, սկսել են ուտելը, ուրախանալը, շատ ուրախ էր առաջ, անհոգ էր ժողովուրդը, հավաքվեին իրար տուն, կսկսեին խոսիլը, պատմելը, առաջվային ինչ որ կա չկա իրանք իրար հետ, ինչ են արել, ավելի անհոգ էին, քան հիմա։ Երիտասարդների համար մի քիչ դժվար է ընդունել դա, այն ժամանակները լույս չկար, մի անգամ լույսը անջատվել է, մեր երեխաները տնով խառնվել են, էս ինչ է, էս ինչ տարի է, 21-րդ տարի, լու առանց լսի դուք ինչ եք դիմացել, այն ժամանակը դիմացել է ժողովուրդը, ամեն դժվարության, հիմի դժվարության չենք դիմանա, մանավանդ մեր ապագա սերունդը, առանց հեռախոսի, առանց հեռուստատեսության, առանց միջոցառումների չեն դիմանա։ Իմ յարի բոհին մերնեմ, բոհին մերնեմ, բոհին մերնեմ, մի տարի արչեմ տեսել, տեսնողի յար աչքին մերնեմ, մի տարի արչեմ տեսել, տեսնողի
աչքին մեռնեմ Օգտվելով առիթից ես նախ շնորհակալություն կհայտնեմ ձեզի առաջ օրինակ սովետի ժամանակը ավանդույթները շատ լավ էին օրինակի համար մեկին շատ կօգնեին մեկին ձեռք կբեռնեին ավտոբուս կբարձրանար կամ տրելեբուս կամ ու ինչ կուզեր երթևեկելու դեպքում բոլորը տեղեր գցի չէին մեծերում բայց հիմի այդպիսի բաներ չկա հիմի ինչ-որ դու այդպես է ես չեն մեկին ձեռք բեռնե այն ժամանակ տնական փեշկերի վրա քարտոլ կդիրում էին նստեինք քայքու սեղանի շուրջը իարետ կուդենք այնքան համով կուդեր մերսից համով ամեն ինչից համով ավելի քարտոշկան ավելի համով էր քան ստեմիսը շատ դերական օրինակ այն ժամանակները բաշխությունը ձերի էր փող մուզել բանտիսի բան գոչուն չուներ ձերի էր ամեն ինչ ձերի էր կերտալ հիվանդանոց արխային կպարգեցնեին բուժային ձերի բայց հիմի ձերի ոչինչ չկա Իմ կարծիքով այն ժամանակ ավելի լավ էր, շատ դերական կողմեր կար, քան հիմի կա որոշ բաներ, որ չեմ ասել հիմի սավսեմ վատ է, բայց որոշ բաներ, որոշ դեպքերում շատ լավ էր այն ժամանակ։ Թենդիլով հացեպելը իհարկե ավելի հաջելի էր, ավելի լավ էր։ Մենք նստենք թենդրով հացի կեպեն, հետո ոտքերս կոխենք, թենդրի մեջ ոտքերս կտակասնենք այն ժամանակ ոտքերի ցավ բան այդքան չկար, բայց հիմի այդ բաները չկա, ամեն ինչ շատացել է։ Այս բոլորը մնացել է մութ անցյալում։ Կան ընտանիքներ, որտեղ դեռ կա թոնիրով հաց թխելու ավանդույթը, բայց նախկինում եղած ջերմությունը կարծես սառել է ձմեռվա սառչող բնության նման։ Կհալվի արդյոք հիրավի։